տիկին նախարարը հայտարարել է, որ բժիշկների աշխատանքը գնահատված է ըստ արժանվույն եւ նրանց որպես էժան աշխատուժ օգտագործելու իմ ձևակերպումը համարեց վիրավորանք բժիշկներին։ Փաստորեն, որ իրենք բժշկին ցածր են վարձատրում, ըստ արժանվույն չեն գնահատում, համացանցով փոխնախարարի մակարդակով հեգնում են, դա վիրավորանք չի, բայց երբ ես բարձրաձայնում եմ այդ մասին, դա վիրավորանք է, հրաշալի տրամաբանություն։ Որպեսզի ունենանք հստակ պատկերացում այդ փոխհատուցումների բավարար լինելու մասին, ես դիմել եմ նախարարություն։ Խնդրել եմ ինձ տրամադրել ապահովագրական փաթեթում ընդգրկված հատուցման ենթակա բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների դեղերի ցանկերում ընդգրկված յուրաքանչյուր ծառայության ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման եւ համավճարների չափերը։ Դիմել եմ հունվարի 23-ին։ Արդեն անցել է 40 եւ ավելի օր, բայց որևէ պատասխան դեռ չեմ ստացել։ Չի կատարվել օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու պահանջը։ Հարց է առաջանում, ինչու՞։ Չեմ կարծում, որ այդ ցանկերը պետական գաղտնիք են։ Կարող է կառավարության կողմից հաստատված ցանկեր, կարգեր, մեթոդաբանություն դեռ չկա։ Կարող է հոգաբարձուների խորհուրդը դեռ չի հաստատել ծառայության ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման համավճարների չափերը։ Այդ դեպքում ինչպես են կատարվել փոխհատուցումները։ Հունվարի 1-ից համակարգը կիրարկվում է եւ 1 միլիոնից ավելի այց է գրանցվել։ Այս ամենը ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ հատուցման չափերն իրոք խայտառակ ցածր են եւ տիկին Ավանեսյանը խուսափում է այն ներկայացնելուց։ Հուսանք, որ աշխատանքային քննարկումների ժամանակ այդ հարցերը նույնպես կբարձրացվեն։